Ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում, ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի ճիշտ է։ Ես ասեմ, այն ժամանակ ենթադրում եմ, որ պատճառը ինչն է։ Առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, միշտ ա եղել։ Երկրորդը, նայեք, միշտ հետևում էի, աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էին, միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից, ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Համարել ենք, որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար մեկ ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք, որ այդպես է։ Բայց այսօր համար մեկը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց մեր պատճառը դա է, դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետեւ մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը։ Որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է, արտոնություններն է, վերաբերմունքի բանն է, պարգևադրումներ եւ այլ։ Հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում, հատկապես գիտեք ոստիկանության որ մասը, ոչ թե այն մասը, որը հանցավորության դեմ է պայքարում, այն մասը, որ բերետավորներ, որ քաղաքական, ավելի շատ քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է։ Բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը։ Հիմա առաջինը երկը, ճիշտ է։ Լրիվ ընդունում են փոխելու են։ Եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի, ասենք ինչքան էլ ուզում եմ հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք, բայց եթե մեր սահմանները թույլ չեն կարա, էլի մենք այստեղ ապահով զգանք մեզ։ Այդպես նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել, որ սահմանը եթե թույլ է, խնդիր ունես։ Հիմա էլ է թույլ ունես, չի որ ասում են խաղաղություն ո՞նց կար, ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա, ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ-որ մեկի, ո՞նց կար ադրբեջանցու հետ խաղաղություն լինի։ Նայեք, նաև մի օրինակ էլ բերեմ, օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիների, երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր, մոտարապես մի տեղի վրա 7-ից 8 դիմում էր։ 7-ից ու 7-8 մինչև 10 ոքի նայած ֆակուլտետին դիմում էր։ Հիմա պրոբլեմա, հիմա ով դիմում է ընդունում է։ Որովհետև բան չկա, զինվորական վերաբերմունքը չկա։ Հիմա կոնկրետ մեկ ծառայում, ես կոնկրետ ծառայում, հիմա արձակուրդի մեջ եմ, գոսպիտալու արձակուրդի մեջ եմ, դրա համար ասենք հաշվով։ Հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ, զուտ պայմանագրային դուրս գամ, որ գնամ քաղաք եմ, որ միլիցիայությունում մտնեմ, ավելի լավ է, համաշխատավարձն է բարձել, հիմա ատեստավորումը մտցրել են, ատեստավորումը հիմա կա մարդ են, որ 150 կիլո ինքը չի կարող 2 հատ ժիմ անի, բայց ինքը մարտական դիրքեր, ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում, որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի։ Դա էլ է վերաբերվում, որովհետև այն կառույցները, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց միանգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքև գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազ հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ են կստում, պարոն Քոչարյան։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրեց։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ Ընդամենը երեք մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեն դրել։ Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դες դեր ժամանակ շատ լավ այլ է, պարոն Քոչարյան, ես չի Պետք է չէ թողու որ բերում մարդիկ վառել, գազը չկա։ Հիմա սա ժողովրդին է, որ այնց է դարը, ինձ չէ էլի քաղաքականություն չեն խոսում, բայց այսօր մենք ձեր մեջքին sense ավելի լավ sense կարող ենք հենվել
Քան պարոն Փաշինյանը էլի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կալմա ձայնագրումը 3 հատ ընտրություն էլ է ես այնպես չելի իմ ապացույցներն ունեմ ես 3 անգամ ձեզ եմ մտրել ու հիմա ուզում որ դուք լինեք Կասեմ, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք եւս հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ իմ բաներ արմացե որ ոնց հալի Սերժ Սարգսյանը ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին չէ դե հիմա չէ խիա տվել որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղի հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայ ու ասենք այնպես չէ հիմա շատ վիշտ կա էլի ասել Մարտունի 2-ում է Մոնթեզը ասում Շուշուտեն են, սա է դեր շուշուտ, ընտրությունից ընտրություն չտունում։ Հիմա այդ թեմայի մեջ չխորանամ չէ հիմա չէ ո ու մանդատը հանձնեց հա չխորանամ